Գոյամարտ սերիալում իրադարձությունները բառացիորեն դուրս են գալիս վերահսկողությունից և յուրաքանչյուր նոր դրվագ ավելի է խորացնում ինտրիգը, նկարահանումներն ակտիվ փուլում են և արդեն իսկ երևում է, որ առաջիկա սերիաները լինելու են ամենալարվածներից մեկը։ Մանանի գիծը կրկին դառնում է ամենահուզականներից, Պապի քայլը գնալ և նրան տուն վերադարձնել խոսում է այն մասին, որ նա չնայած ամեն ինչին չի կարողանում հրաժարվել թոռնուհուց, բայց այն ինչ նա տեսնում է Մանանը Գրիշոյի հետ դառնում է նրա համար շատ ծանր հարված։ Սա ոչ միայն անհնազանդության, այլ նաև դավաճանության զգացողություն է նրա համար հաշվի առնելով Գրիշոյի անցյալը։ Մանանի որոշումը չվերադառնալ տուն ցույց է տալիս, որ նա արդեն կանգնած է իր կյանքի ամենակարևոր ընտրություններից մեկի առաջ։ Նա այլևս այն աղջիկը չէ, ով պարզապես ենթարկվում է իր ընտանիքին։ Նա փորձում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, նույնիսկ եթե դա նշանակում է կտրուկ քայլեր, և հենց այդ պահին Գրիշոն անում է այն, ինչ քչերը կսպասեին՝ ամուսնության առաջարկ։ Սա դառնում է իրական շոկ Մանանի համար։ Մի կողմից նա գիտի Գրիշոյի անցյալը, նրա արածը, նրա վտանգավոր բնույթը, մյուս կողմից նա տեսնում է, որ Գրիշոն փոխվել է, որ նրա զգացմունքներն իրական են։ Սա այն պահն է, որտեղ սերը բախվում է վախին և հիշողություններին։ Մանանի լռությունն այս պահին ավելի խոսուն է, քան ցանկացած պատասխան։ Հունանը իր համաձայնությունն է տալիս, որ Գրիշոն ու Մանանն ամուսնանան։ Իհարկե, հեռուստադիտողների համար էլ պարզից պարզ է, որ սա հասարակ համաձայնություն չէ։ Հունանն ինչ-որ բան է մտածել, ու այս ամենը վտանգավոր է։ Ոչ միայն Մանան Գրիշո, այլ Լեա զույգի համար է վտանգավոր, իսկ թե ինչ է տեղի ունենալու շատ շուտով, կիմանաք, եթե միանաք մեր ալիքին։ Միևնույն ժամանակ սերիալում սկսվում է մեկ այլ առավել պայթյունավտանգ գիծ։ Հունանը որոշում է Լեոյին կանչել իրենց տուն, բայց սա պարզապես հանդիպում չէ։ Սա պատրաստված սցենար է։ Լեոն շատ լավ հասկանում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, նա չի վստահում Հունանին, և դա լիովին արդարացված է։ Հունանը երբեք չի գործում առանց հաշվարկի, և այս քայլը նույնպես ունի իր հստակ նպատակը։ Հետաքրքիրն այն է, որ Հունանը միաժամանակ կանչում է նաև Արամին, և հենց այստեղ է սկսվում իսկական կինոն։ Երկու տղամարդ, երկուսն էլ լարված, երկուսն էլ իրենց սեփական ճշմարտություններով հայտնվում են նույն տարածքում, հատկապես, որ Արամը սեր է խոստովանում Լեային։ Սա արդեն նախանշում է բախում։ Հրապարակված կադրերը, որտեղ Արամն արդեն վնասվածքներով է, ցույց են տալիս, որ նրանք վիճում են, և Արամը հայտնվում է կապտուկներով։ Սա արդեն ֆիզիկական հակամարտություն է, որը սովորաբար առաջանում է, երբ լարվածությունը հասնում է գագաթնակետին, բայց ամենակարևոր հարցը սա է՝ ինչու այդքան սրել իրավիճակը, որ նրանք անցել են բախման։ Ինչ է տեղի ունեցել այդ պահին իրականում։ Կան մի քանի հավանական բացատրություններ։ Հնարավոր է, որ Հունանը հատուկ է բախում ստեղծել նրանց միջև, փորձելով ստուգել, թե ով է ավելի ուժեղ կամ ով ավելի վտանգավոր իր համար։ Հնարավոր է խոսակցության ընթացքում բացահայտվել է ինչ-որ գաղտնիք, որը դուրս է բերել նրանց հավասարակշռությունից, կամ էլ Արամի ներսում արդեն կուտակված կասկածներն են պայթել։ Արամի կերպարն այս պահին գնալով դառնում է շատ ավելի կարևոր։ Նրա լռությունը, նրա հայացքը և հիմա արդեն նաև նրա ներգրավվածությունը կռվի մեջ հուշում են, որ նա պատահական մարդ չէ այս պատմության մեջ։ Շատ հնարավոր է, որ հենց նա լինի այն մարդը, ով կբացի Հունանի ամենամեծ գաղտնիքներից մեկը։ Այս ամենի ֆոնին Լեոն հայտնվում է շատ վտանգավոր խաղի մեջ։ Նա արդեն ոչ միայն սիրային պատմության մասնակից է, այլ նաև հայտնվել է հակամարտության կենտրոնում։ Նրա յուրաքանչյուր քայլ կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն իր, այլ նաև Լեայի կյանքի վրա։ Լեան իր հերթին շարունակում է մնալ ամենախոցելի դիրքում։ Նա չի կարող լիովին հասկանալ, թե ինչ է կատարվում իր շուրջը, բայց զգում է, որ ամեն ինչ գնալով ավելի վտանգավոր է դառնում։ Այս ամբողջ զարգացումը գոյամարտը տեղափոխում է մի այլ փուլ, որտեղ ընտանիքները բաժանվում են, սերը դառնում է փորձություն, իսկ ճշմարտությունը
կառավարությունը վտանգավոր զենք։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել պայթյունավտանգ։ Կընդունի արդյոք Մանենե Գրիշոյի առաջարկը, ինչ նպատակ ուներ հունանը Լեոյին և Արամին միաժամանակ կանչելով, ինչու են կռվում Լեոն ու Արամը և ինչ հետևանքներ է ունենալու այդ բախումը։ Մի բան արդեն պարզ է, գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ ոչ ոք չի կարող կանխատեսել հաջորդ քայլը և յուրաքանչյուր հանդիպում կարող է ավարտվել մեծ բախմամբ։ Դե իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որովհետև շատ շուտով սպասվում են նոր ու հետաքրքիր բացահայտումներ։ Ինչ է տեղի ունենալու առաջիկա սերիաներում և ինչ սպասել կիմանաք, եթե միանաք մեր ալիքի։ Նշենք, որ ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է և ինչ է սպասվում կիմանաք ընդամենը ժամեր անց։ Ինչ է պլանավորել հունանը, ինչու է նրանց հրավիրել նույն տեղ և ինչու են նրանք շատ շուտով բախվելու։